Պրոցեսը սկսենք, մենք վերաբերմունք կարտանք։ Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը պատրաստ է ապահովել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար պակասող 28 պատգամավորի ստորագրությունը ողջամիտ ժամկետում։ Ավելի քան մեկ ամիս տևած քննարկումներից հետո անցած շաբաթավերջին պատիվ ունեմ խմբակցությունը ՀՀԿ-ի առաջարկով հայտարարեց իմպիչմենտի նոր գործընթաց սկսելու մտադրության մասին ու որպես վարչապետի թեկնածու առաջադրեց ՀՀԿ խորհրդի անդամ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Կոնկրետ անձի որակների մասին չենք ասել, չէ՞ մենք երբ հայտարարությունը տարածեցինք իմպիչմենտի գործընթացի մասին, չենք ասել որևէ անձի մասին, որևէ պահանջներ չի ներկայացել, որ ասենք այս մարդը պահանջներին բավարարում, այս մարդը պահանջներին չի բավարարում, այսինքն դա եղել է ունիվերսալ հայտարարություն։ Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով կապ չունի, թե ով է վարչապետի թեկնածուն, երբ կասկածելի է, թե արդյոք այս փուլում իմպիչմենտի միջոցով հնարավոր է հասնել իշխանափոխության։ Պատգամավորը հիշեցնում է, որպեսզի խորհրդարանում մեկնարկի իմպիչմենտի գործընթաց, անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, ինչը ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին չունեն։ Եթե ՔՊ-ից չմիանան պատիվ ունեմի նախաձեռնությանը կամ եթե փողոցային ճնշմամբ չգեներացվի Փաշինյանի հեռացնելու պահանջը, անվստահության գործընթացը չի էլ սկսի, ինչից միայն կշահի Փաշինյանը։ Հիմա կան մարդիկ ասում են մենք առաջի ջութակ ենք նվագելու, այդ մեկին մեջ վերում են։ Լավ, առաջնորդությունը ստվազնելու ենք, շատ լավ, ընդունեցինք։ Եթե գործընթացը չգնա այնպես, ինչպես նախաձեռնողները ենթադրում են, դրանից շահեկան վիճակում կհայտնվի բացառապես Նիկոլ Փաշինյանը։ Պատիվ ունեմ խմբակցությունը ևս առաջարկել է վարչապետին։ Պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությանը չեն միանում ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Հաստանյանը։ Հարգում են Դավիթ Համբարձումյանին, բայց իրենք իրենց թեկնածուն ունեն։ Ստորագրեն այս ձևաթուղթ։ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։ Նրա թեկնածությանը դեմ էր արտահայտվել պատիվ ունեմ խմբակցությունը ու չէր միացել Աղազարյան-Աստանյան քաղաքական զույգի ավելի քան 2 շաբաթ առաջ սկսած գործընթացին։ Հարց է առաջանում, օրինակ պատիվ ունեմ խմբակցության գործընկերները ինչու են անհանգստացած, որ Էդմոն Մարուքյանը լինի 7 ամսով վարչապետ։ Նիկոլ առաջին, Նիկոլ երկրորդ, 3 Նիկոլ, ըստ իմ սանդղակի ինչ կապ ունի։ Հա, բան չեմ ասում, աշխատել են իհարկե, եւ հենց այդ աշխատելու հանգամանքն է բերում այն համոզման, որ շատ ավելի հավանական է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից գործընկերներ միանան Էդմոն Մարուքյան, Հովիկ Աղազարյան, Հակոբ Հաստանյան եղյակին, քան նույն իմ կողմից հարգված Դավիթ Համբարձումյանին։ Աղազարյանը պնդում է, որ որոշ ՔՊԱ-ականներ պատրաստ են կողմ քվեարկել Էդմոն Մարուքյանի թեկնածությանը։ Անուններ չի տալիս, բայց վստահեցնում է, գուլիսային քննարկումներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանը իրեն սպառել է ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, եւ հետեւաբար այսօր ինքը ի վիճակի չի լուծել են խնդիրները, որոնք ծառացած են պետության առաջ։ Ինքը պետք է գնա հանգստանա մի քանի ամիս, նույնպես գոնե մի քանի ամիս հանգստանա։ Հեռանալու, հանգստանալու պատճառ չունի Փաշինյանը, վստահ է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար ՔՊԱ-ական Դավիթ Խուդատյանը։ Վստահ ենք, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է։ Իմպիչմենտի մասին լսել չեն ուզում ՔՊ-ում։ Իրենք պատրաստվում են 2026 թվականի հերթական ընտրություններին, վստահ, որ ստանալու են ընտրողների մեծամասնության ձայները։ Ունենալու ենք ճնշող առավելություն, այն է 50+1։ Խուդատյանը բացառում է, թե 2026-ին կարող է կրկնվել Գյումրիի տարբերակը, երբ ընդդիմադիրների միավորման արդյունքում ՔՊ-ն չհաջողվեց հանրապետության երկրորդ քաղաքի կառավարումն իր ձեռքը վերցնել։ Մինչդեռ Գյումրիի ընտրություններից առաջ ՔՊ-ն պնդում էր, թե գնում են ընտրությունների վստահ, որ 50+1 ձայն են ստանալու։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։